Հայկական եւս մեկ անկյուն Թեհրանի սրտում։ Սուրբ Մարիամ մետրոյի կայարանն է, մի վայր, որտեղ արվեստը, ճարտարապետությունը եւ հավատքը միահյուսվում են։ Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի ամենանոր եւ ռազմավարական նշանակության կայարաններից մեկը կրում է քրիստոնեական աշխարհի ամենապաշտելի սրբի անունը, դառնալով կրոնների համակեցության խորհրդանիշ։ Անվան ընտրությունը պատահական չէ։ Կայարանը գտնվում է Թեհրանի հայ համայնքի համար կարևորագույն կենտրոնի Սուրբ Սարգիս մայր տաճարի եւ Սուրբ Մարիամ անունը կրող այգու հարևանությամբ։ Թեհրանի քաղաքային խորհրդի ներկայացուցիչը հաստատեց, որ թեև կայարանները սովորաբար անվանվում են աշխարհագրական տեղանուններով, այս դեպքում բացառություն է արվել որպես հարգանքի տուրք Սուրբ Մարիամի եւ Թեհրանի հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ։ Մեր հիմնական առաքելությունը Թեհրանի ողջ տարածքում մետրոյի ցանցի ընդլայնումն է եւ հաշվի առնելով կայարանի գտնվելու վայրը հայտնի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ այն անվանակոչվեց Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով։ Կայարանի ճարտարապետությունը կամարակապ առաստաղներից մինչև գունային լուծումներ ոգեշնչված է հենց հարևանությամբ գտնվող եկեղեցուց։ Որմնանկարները, քանդակները եւ զարդանախշերը պատմում են սիրո ու ողորմածության մասին։ Պատերի գերիշխող կապույտ գույնը նույն երկնագույնն է, որը օգտագործվել է Սուրբ Սարգիս եկեղեցու խորանում։ Այս նախագիծն ունի նաև խորը քաղաքական եւ սոցիալական ուղերձ։ Թեհրանի ամենանոր եւ կարևոր մետրոյի կայարաններից մեկի համար Սուրբ Մարիամ անվան ընտրությունը հաստատում է, որ Իրանում կրոնական խորհրդանիշների հանդեպ հարգանքն իրանցի ժողովրդի քաղաքակրթության եւ մշակույթի անբաժանելի մասն է։ Ժողովուրդ, որ հարուստ է իր բազմազանությամբ։ Թեհրանի քաղաքային իշխանության այս քայլը մեծ ոգևորությամբ է ընդունվել նաև Երևանում։ Դե շատ լավ, որ մուսուլմանական երկրում քրիստոնեական սրբապատկերներ կան եւ այլն, շատ հաճելի է, շատ ընդունելի է։ Ես լավ եմ զգում, իհարկե, որ այդ երկրում քրիստոնեությունը հարգվում է, հավատարմությունը լավ բան է, երբ որ երկիր իրար նկատմամբ հավատարիմ են լինում, իրար պաշտպանում են։ Բոլոր երկրների հետ է պետք է մշակութային լրիվ բաներ լինեն։ Մշակույթը չի խանգարում, ավելի է մոտիկացնում ժողովրդին, իրար հետ կապեր են հաստատում, էլի։ Դե նախ առաջինը լավ է, որ Իրանը այնց հայկական ինչ-որ մշակույթը հարգում է, միջայլոց հա, Իրանը բարեկամ երկիր է, դրա համար էլ հայկական ինչ-որ տենց մշակույթը շատ լավ է իրանց մոտ։ Դե ուրեմն ինչ-որ հարգանք կա հայերի նկատմամբ, այդ պատճառով էլ արել է, եթե հարգանք չլիներ իրանց համար չէին անում, ինձ թվում է։ Շատ դրական են նայում, շատ լավ է, ինչ վատ բան կա, որ Իրանում հայկական, ասենք, մոտիվներով կայարան է բացվել, հոյակապա։ Կայարանի պաշտոնական բացումը կիրականանա շուտով քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աննա Հարությունյան, Միլենա Դանիելյան, Reopen Media։